Քաղաքացիա կենտրոն մոտեցում, արագ արձագանք, 24/7 ռեժիմով հասանելիություն։ Սրանք 112 միասնական հեռախոսահամարի գործունեության հիմնարար սկզբունքներն են՝ պետության եւ քաղաքացու միջև վստահության կամուրջ, որը միավորում է օգնությունը, պատասխանատվությունն ու օպերատիվ գործելակերպը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 16-ին այցելել է նորաստեղծ 112 օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղ փետրվարի 15-ից գործարկվել է միասնական հեռախոսահամարը, միավորելով ոստիկանության եւ փրկարար ծառայության զանգերը, ապահովելով արագ եւ համակարգված արձագանք։ Նախարար Սարգսյանը ծանոթացել է կենտրոնում կիրառվող տեխնիկական լուծումներին, ահազանգերի ընդունման, մշակման եւ համապատասխան ստորաբաժանումներին փոխանցման գործընթացներին, հետևել քաղաքացիներին տրվող խորհրդատվության ընթացքին եւ կարգախմբերի շարժընթացին, կարևորելով համակարգի արագ ու թիրախային արձագանքը։ Արփինե Սարգսյանը նաև աշխատանքային խորհրդատվություն է անցկացրել։ Օպերատիվ կառավարման կենտրոնի ձևավորման եւ գործունեության մեկնարկի առթիվ ներքին գործերի նախարարը շնորհավորել է կենտրոնի անձնակազմին, ընդգծելով, որ կառույցի ձևավորումը նախարարության ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերից է։ Նրա խոսքով կենտրոնի գործունեության հիմքում դրված է մեկ զանգ արագ արձագանք տրամաբանությունը եւ անհրաժեշտ է գործել հենց այդ փիլիսոփայությամբ, ապահովելով անխափան, համակարգված եւ արդյունավետ աշխատանք։ 112-ը պարզապես նոր հեռախոսահամար չէ, այլ ահազանգի կառավարման ու արձագանքման տեսանկյունից գաղափարական նոր մոտեցում, նշել է Արփինե Սարգսյանը, կարևորելով ծառայության արդյունավետության բարձրացման ուղղված աշխատանքներում տարբեր սցենարների վրա հիմնված ահազանգերի մոդելավորման կիրառումը, արձագանքման ժամանակի կրճատումը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում գործընթացների լավարկման հնարավորությունները։ Ներքին գործերի նախարարը նշել է, որ յուրաքանչյուր ահազանգ անկախ ծագման վայրից ունի հավասար կարևորություն, ընդգծելով, որ կենտրոնի անձնակազմը պետք է պատասխանատու եւ բարեխիղճ վերաբերմունք ցուցաբերի բոլոր զանգերի նկատմամբ, ապահովելով քաղաքացիների պատշաճ, հարգալից եւ որակյալ սպասարկում։ Նախարար Սարգսյանը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել անձնակազմի մասնագիտական կարողությունների զարգացումը, ներքին գործերի նախարարության կրթահամալիրի հետ կազմակերպելով շարունակական վերապատրաստումներ։ Նա նաեւ կարևորել է իրազեկման միջոցառումների ակտիվացումը, որոնց նպատակը հանրության համար 112 միասնական հեռախոսահամարը հնարավորինս կարճ ժամկետում ճանաչելի դարձնելն է։ Ներքին գործերի նախարարը ընդգծել է նաև շտապօգնության կանչերի համակարգի ինտեգրմանը նախապատրաստվելու կարևորությունը, նշելով, որ այդ ուղղությամբ պետք է իրականացվեն անհրաժեշտ կազմակերպչական եւ տեխնիկական աշխատանքներ, ծառայությունների առավել արդյունավետ եւ միասնական գործարկումն ապահովելու նպատակով։ Շնորհակալություն հայտնելով կենտրոնի ձևավորման գործընթացի պատասխանատուներին, ներքին գործերի նախարարը առանձնահատուկ կարևորել է մասնագիտական թիմի կատարած ծավալուն աշխատանքը։ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Գեորգի Այվազյանը վստահության եւ աջակցության համար շնորհակալություն հայտնելով ներքին գործերի նախարարին, հավաստիացրել է, որ կենտրոնի անձնակազմը պատրաստ է պատշաճ կատարել իր գործառույթները, ապահովելով արագ արձագանքում։